Բարև ձեզ, եթերում է առաքելությամբ կին հաղորդումը և մեր այսօրվա հյուրն է Ռուզ Մարկոսյան իմիջ կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մարկոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռուզաննա, ինչպես որոշեցիք մուտք գործել բյութի ոլորտ։ Երբ ավարտեցի ճարտարագիտական համալսարանը, ինձ ընտրություն էր աշխատանքի որոնման հարցում եւ հետաքրքիր պատահականությամբ ես մուտք գործեցի բյութի ոլորտ։ Ես սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը բյութի ոլորտում Բարսահարդարման ակադեմիայում Զերևի անվան եւ ես շնորհակալ եմ իրենց, դա ստարտափն էր այս ոլորտում։ Իսկ ձեզ ի՞նչն է ոգեշնչում ձեր աշխատանքի մեջ։ Սպասարկման ոլորտում շատ տեղերում, շատ վայրերում գրված է լինում, երբ որ մուտքը ժպիտով լինի, սակայն ես շատ կարևորում եմ, երբ գալիս է հաճախորդը սպասարկման ոլորտ, գեղեցկության սրահ, մասնավորապես մեզ մոտ, որ նա սպասելիքներով է գալիս, սպասումներով, որ պետք է գեղեցիկ դուրս գա, եւ ամենակարևորը մեր աշխատանքում, որ ինքը ժպիտով գոհ դուրս գա մեր սրահից։ Իսկ ամենաշատը որ ծառայություններից են կանայք օգտվում ձեզ մոտ։ Ամենաշատը մեր սրահում օգտվում են պերմանենտ դիմահարդարման ծառայությունից հոնքերի հատկապես, որովհետև հոնքն է ձևավորում դիմագիծը, բնավորությունը, տրամադրությունը կնոջ։ Իսկ ամենապահանջված հարցը կանանց ինչպես հետաձգել երկարացնել երիտասարդությունը, պահպանել։ Գիտեք, պետք է խնամել մաշկը, խնամել արտաքինը, բայց ամենակարևորը կինը երիտասարդ է, ընդհանրապես մարդը երիտասարդ է, երբ ինքը հոգով է երիտասարդ, բայց սեզոնային խնամքը պարտադիր է, ճիշտ խնամք պետք է լինի։ Ըստ ձեզ որ տարիքից է պետք դիմել արդեն պրոֆեսիոնալ մասնագետի եւ զբաղվել խնամքով։ Եթե հենց անհրաժեշտություն է լինում, դա տարիք չի հարցնում, որովհետև խնամքը պարտադիր հատկապես 20-25 տարեկան հասակում արդեն պետք է խնամել, բայց եթե անհրաժեշտություն է լինում, արդեն դա տարիք չի հարցնում։ Ես գիտեմ, որ զբաղվում եք մասնակի եւ լոկալ ալոպեցիայի խնդիրների լուծմամբ։ Մի փոքր կպատմեք դրա մասին։ Իհարկե, 10-12 տարի առաջ մենք ներկայացրեցինք Հայաստանում գերմանական Arcus ֆիրման մի շատ հետաքրքիր պատահականությամբ եղավ, ես պետք է մեկնեի արտասահման պերմանենտ դիմահարդարման միջազգային դպրոցում սովորելու եւ հաճախորդներից մեկը խնդրեց, որ եթե հնարավոր է այդ մեթոդն էլ բեր, ես երբեք չէի մտածում, որ դա կբերենք, բայց խնդիրը հենց մեր անձնական էր, մայրս էլ առողջության խնդրով ուներ նոսր մազեր եւ ես գիտեի, թե որքան էր այդ աղջկան հենց հատկապես հոգեբանական հարցեր լուծելու համար անհրաժեշտ այդ մեթոդը եւ երբ ներկայացրեցինք, ես գնացի, սովորեցի, ներկայացրեցինք Հայաստանում, ինձ թվում էր այդ խնդիրը շատ քիչ է, բայց տարիների ընթացքում հատկապես երբ որ պարզապես գովազդ միացրեցինք, ասեմ ձեզ, որ տարածաշրջանային խնդրից ելնելով յոդի դեֆիցիտից, թե նյարդային, հատկապես կորոնայից հետո դա շատ լուրջ խնդիր է Հայաստանում։ Բոլորս գիտենք, որ շատ կան գեղեցկության տարբեր սրահներ, տարբեր պրոցեդուրաներ են բոլորը կատարում։ Հիմա ժամանակակից կանայք շատ են դիմում նման պրոցեդուրաների։ Ըստ ձեզ, որտեղ է ավարտվում բնականը եւ սկսվում արհեստականը, չափը որտեղ են անցնում կանայք։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, եթե վերցնենք ինյեկցիոն կոսմետոլոգիայի հետ կապված, դա ասեղի վրա են նստում, եթե մի փոքր լցնում են, તો սկսում են արդեն, բայց ամենակարևորը որ հասկանաս չափը որտեղ է ավարտվում, որովհետև եթե վերցնենք իմ նեղ մասնագիտական մոտեցմամբ, հոնքերի հետ կապված, ասեմ, շատ պերմանենտ դիմահարդարման մասնագետներ լսում են հաճախորդներին եւ շատ հաճախորդներ ուզում են հոնքը բարձրացնելով հայացքը բարձրացնել, բայց այդպես չի լինում։ Անատոմիական կառուցվածքը բոլոր ծառայություններում պետք է հաշվի առնել։ Բոլոր ծառայություններում իրան ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այդպես կարելի ասել։ Կան արդյոք պրոցեդուրաներ, որ դուք չեք անի ինքներդ որպես մասնագետ, չեք կատարի։ Գիտեք, մարդը երբ որ ներքին հոգեվիճակ է ունենում, խնդիր, թերարժեքության զգացում, դիմում է մի շարք պրոցեդուրաների, այսինքն դա կարող լինի նորից եմ ասում ինյեկցիոն, դա կարող լինի պերմանենտ դիմահարդարման հետ կապված, բայց ինչը իմ համար որ բնականին մոտ է, ես օրինակ երբեք ինձ շատ են հարցրել, իմ անձնականին ասեմ, ինչու դա անգամ քիթդ չես վիրահատում, ես ինձ այսպես եմ ընդունում, դու պետք է ինքդ քո հետ հարմոնիայի մեջ լինես, ամենակարևորը։ Իսկ որպես պրոֆեսիոնալ դուք ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր չեն կարողանում իրենց տարիքային փոփոխությունների հետ հաշտվել։
Դարձյալ ասեմ, բոլորս բախվում ենք այդ հարցի շուրջ, երբ որ ամեն տարի տորտի վրա մոմը փչում ենք, մենք հասկանում ենք, որ եւս 1 տարով մեծացանք, բայց ես իմ անձնական փորձով ասեմ, որ երբ որ դու ինքնա կատարելությամբ ես զբաղվում, երբ որ դու սիրած գործ ես ունենում, երբ որ դու պիտանի ես հասարակությանն, երբ որ դու պարզապես երջանիկ ես եւ ինքդ քո այդ հարմոնիայի մեջ ես լինում, դու քեզ ընդունում ես ոնց որ կաս ու պետք է անպայման ասեմ, որ այդ տարիքը հիմնականում ընդգծվում է այն ժամանակ, երբ որ դու թերարժեքության զգացում ես ունեմ, այդ թվերը դրանով ես սկսում արդեն կախվածության մեջ լինել։ Իսկ Ռուզաննա Մարկոսյան ինչու՞մն է տեսնում իր առաքելությունը։ Ես ասեմ, որ տարիների ընթացքում, հատկապես այս վերջի տարիներին շատ եմ մտածել ու այս վերջերս մտաբերում եմ, լսում եմ անգամ Կիկաբիձե երգը «Մայի գադա մայո բագաստը», տարիների ընթացքում մենք իմաստություն ենք ձեռք բերում եւ մեզ ինքներս մեզ հարցնում ենք, ո՞րն է մեր առաքելությունը, կասեմ թե ընտանիքում, երեխաների դաստիարակման մեջ, թե գործնականում գոլեգաների եւ պարզապես հաճախորդների շփման մեջ, ես միշտ առաքելություն որպես իմ հետ որ շփվում են, ինչու՞ չէ, երևի մի քիչ չասեմ մեծամտություն, բայց բարի անում են, կյանքի հանդեպ մոտիվացվում են, շատերին ուժ եմ տվել, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է եւ դուք պետք է պարզապես սիրով լցված երբեք չընկճվեք դժվարություններից եւ առաջ գնաք։ Ռուզաննա ջան, շատ հմայիչ կին եք, շատ գեղեցիկ եք եւ կարծում եմ մեր հետևորդներին շատ կհետաքրքրի դուք ինչպես եք ձեզ խնամում եւ արդյոք կարեւոր է հոգու գեղեցկությունը։ Ուրեմն ասեմ, շատ են հարցնում ազերը քո բնական են թե ոչ, իմ մոտ ամեն ինչ բնական է։ Ես ասեմ, որ հիմնականում կինը գեղեցիկ է լինում, դու կարող ես շատ արտաքինդ գեղեցիկ լինել, բայց խարիզմատիկ մարդ չլինել եւ կասեմ, որ կնոջ գեղեցկությունը դա ներքին գեղեցկությունն է, որովհետեւ միշտ ժպիտն է գեղեցկացնում կնոջը եւ որպեսզի որպես ամփոփում ասեմ, որ պարզապես պետք է ներքին ինքդ քեզ ընդունես, ոնց որ դու կաս, սեր բաժանես, սեր տարածես եւ ժպիտով ապրես։ Գիտեմ, որ շատ եք շրջագայում, դա ձեզ օգնում է, որ ավելի ոգեշնչվեք եւ նորովի մոտենաք թե աշխատանքի, թե կյանքի նկատմամբ։ Ես շատ եմ սիրում շրջագայել, տարբեր երկրներում իրենց մշակույթն ես տեսնում, շատ դեպքերում նաեւ իմ աշխատանքի հետ կապված, ես նաեւ շրջագայում եմ իմ աշխատանքի հետ կապված, որտեղ սովորում եմ շատ դրսում, արտերկրի փորձն եմ բերում, թե որպես մասնագիտական, թե ներաշխարհի առումով շատ մեծ փոփոխություն է լինում, եւ երբ որ դու անընդհատ ուզում ես մի փոքր այդ աշխատանքի 365 օր որ պատտվում ես, որ ուզում ես մտցնել փոփոխություն, թարմություն եւ նորովի տեսնես քո աշխատանքը անգամ, դու պետք է գոնե մեկ անգամ Հայաստանից դուրս գաս։ Ինչու՞ չէ նաև Հայաստանում։ Այո, շատ պոզիտիվ կին եք, բայց կարծում եմ ունեցել եք կյանքում հիասթափություններ, ինչն է ձեզ հիասթափեցնում։ Ինձ հիասթափեցնում է, երբ որ ես երեկոյան մտածում եմ մի պրոյեկտի շուրջ, որ վաղը չեմիսորը պետք է սկսեմ, սկսում եմ վաղը չեմիսորը, ոչ թե վաղը։ Իմ մոտ որ պետք է ինչ մտածում ես, պետք է շատ արագ։ Ես անգամ իմ աշակերտներին, իմ երեխաներին էլ եմ ասում, եթե դու մտածեցիր մի բան, պետք է ոչ թե վաղը չեմիսորը լինի, այլ այսօր կամ վաղը, որովհետև դա ընդհանրապես պլան կմնա, երազանք կմնա, դա իրականություն չի դառնա։ Իսկ ինչն է ուժ տալիս։ Ուժ է տալիս կոնկրետ աշխատանքում ինձ ուժ է տալիս, որ ես նոր խոսքով, նոր մոտեցմամբ, նոր պրոյեկտով, նոր առաջարկով ես կարող եմ շատ մարդկանց երջանկացնել, շատ մարդկանց համար պիտանի լինել իմ գործով եւ ինչու՞ չէ նաեւ ոչ միայն գործով որպես աշխատանքի մեջ, այլ նաեւ հենց իմ տրամադրվածությամբ կյանքի հանդեպ, որ մարդիկ անգամ 1 ժամ, 1.5 ժամ շփվում են, իրանք լրիվ ուրիշ մարդ են դուրս գալիս ինձ մոտից։ Իսկ Ռուզաննա ջան, ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր որոշել են բնական ձևով ծերանալ առանց միջամտությունների եւ վախենում են ինչ-որ միջամտություն կատարել։
Եթե մարդը վախենում է ինչ-որ միջամտություն կատարել, ինձ մոտ էլ որ գալիս են, ես երբ որ դիմավորում եմ, անգամ պերմանենտ դիմահարդարումը շատերի համար եւ կարելի ասել բոլորի համար դա լուրջ փոփոխություն է, որովհետեւ ինքնին հենց բառը ասում է պերմանենտ դիմահարդարում։ Դու չես կարող անես ու մաքրես հաջորդ րոպեին։ Եթե մարդ փոփոխություն է ուզում անել, ինքը պետք է վստահությամբ գնա մասնագետի մոտ, եթե ինքը չվստահի մասնագետին, իր գործը չի լինի։ Եթե ինքը իրեն ընդունում է, որ պետք է այդպես իրեն հարմար, ինքը պետք է այդպես էլ կարելի ասել, եթե բառ ասենք ծերանա։ Եթե ինքը ուզում է փոփոխություն, պետք է ինքը մտնելով այդ սենյակ, դա լինի ինյեկցիոն, դա կլինի վիրահատություններ պլաստիկ, թե պերմանենտ դիմահարդարում, թե ինչ ուզում է լինի, ինքը պետք է վստահի մասնագետին։ Մեր հաղորդման երկրորդ մասում ունենալու ենք բլից հարցեր։ Պատրաստ եք։ Իհարկե։ Առաջին հարցը, ո՞րն է Ռուզաննա Մարկոսյանի կնոջ առաքելությունը։ Որպես մայր ասեմ, ես հրաշալի երեխաներ եմ մեծացրել ու ես շնորհակալ եմ, որ կնոջ համար ամենամեծ առաքելություն այս կյանքում դա մայր լինելն է եւ ես շնորհակալ եմ Աստծուն, ես հրաշալի երեխաներ ունեմ։ Եթե գործի մեջ վերցնենք, ես կասեմ մի բան, որ вообще ընդհանրապես մարդու առաքելությունը չէ, երջանիկ է այն մարդը, որը առավոտյան ուզում է գնա աշխատանքի, որտեղ իր սիրում է իր աշխատանքը եւ հրաշալի ընտանիք ունի, ուզում է երեկոյան աշխատանքից վերադառնա տուն։ Եվ աշխատանքում առաքելությունս այն է, որ շատ մարդկանց իմ գործով երջանկացրել եմ։ Եվ գեղեցկացրել։ Եվ գեղեցկացրել։ Ինքդ քեզ ինչ երևույթի հետ ես ասոցացնում։ Ես ինձ որպես էություն անգամ շատ եմ լսել, բայց ես ինքս իմ մեջ եմ զգում կրակ։ Շատ ճիշտ եք ասոցացնում։ Մեկ օրով որ պատմական կնոջ կյանքով կուզենայիք ապրել։ Եթե որպես դերասանուհի ես շատ եմ սիրում իր կերպարը, իր Սոֆի Լորենին շատ։ Դեպ նմանություն էլ ունեք։ Շնորհակալ եմ։ Ձեր կյանքի կարգախոսը։ Կարգախոսը ես անգամ իմ էջում եմ անդադ կրկնում, սիրեք կյանքը եւ կյանքը կսիրի ձեզ։ Սեր տարածեք ու իսկական սերը դա չսպասել, որ պետք է վերադառնա, երբ որ դուք տալիս եք ի սրտե, ինքը դիեզերքից, ինքը վերադառնում է ձեզ անպայման։ Եվ շարունակեք խոսքը, ես սիրում եմ կյանքը, որովհետեւ եթե դուք սիրեք կյանքը, կյանքը կսիրի ձեզ։ Շնորհակալություն Ռուզաննա ջան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր հյուրն էր Ռուզ Մարկոսյան, Իմիջ կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մարկոսյանը։ Ցտեսություն։